Ողջույն Հայաստան, բարև ձեզ, բարի լույս, բարև ձեզ բոլորին, ողջույն ասիված շատ օրհնիք ես քո ընտանիքին այսօր հաղթանակի օրը, որովհետև Հիսուս հաղթել է եւ մենք խաղթում ենք նրա հետ։ Ուր որ դու լինես հիմա գերի դրա խոչքի հանդրանք, այսօր մեր հասն է, դու գիտես Ռոստովյան փողոց ինադրապերկու երբոնի ամեն կիրակի օրը 11-ին։ Ես Հովի Ֆիլիպն եմ, ձեր բրազիլացի եմ, երացանկանում եմ, որ դու գերես ձեր խոչքի հանդրանք եւ իմ կարծիքով ասիված միշտ օրնումը եւ երբ մենք ախոտում ենք Հիսուսյանով եւ հավատքով։ Եթե դու հավատաս, դու Տիրոջը պարկը կտեսնես։ Ամեն։ Ովի Ֆիլիպ, ես ունեմ մի խնդիր ընտանիքով, մի խնդիր իմ աշխատանքի մեջ։ Եկեք միասին ահոտենք։ Անգեց ասած ցանկանում եմ հեսա այսքիսել այս պրյամո էֆիր ախոտքով, այո, որովհետև գերված է Ղուկաս 1:39 գերված է Աստծո համար ամեն ինչ հնարավոր է, ձեզ համար անհնարը Աստծո համար հնարավոր է, ամեն։ Ես սկսում ենք այս պրյամո էֆիր հիմա ախոտքով Հիսուսյանով։ Հայր մեր որեկին կոմ է սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամ կլինի ինչպես երկինքում, այդպես երկրի վրա։ Թույլ մեզ այսօր մեր հանապազորի հացը եւ ների մեզ մեր պատկերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաներին։ Եվ մի դար մեզ փորձության ազատին մեզ շարից, որովհետև կոնե պարկը, տակավորությունը, զորությունը եւ տակավորությունը Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ Հիսուս, իսկ կիսում ենք աղոթքով եւ հայր օրնի բոլորին բուժիր, ազատիր, հատկապես այս մարտը ով հիմա հիվանդանոցում է։ Դու կարող ես բուժել, Հիսուս դիպիչին առանց, օրնին առանց եւ ամեն շար ես ասում եմ հեսա դուրզարի նրանից եւ մի վերադառնա։ Ամեն։ Օրնում եմ քեզ, ժողովուրդ, օրնում եմ քեզ եղբայրս, եղեք օրնված է Հիսուսյանով։ Ամեն։ Իդեպ ուզում եմ խոսել այսօր մի մարդ ով հիվանդ էր, բայց Հիսուս ասիված, այսինքն ասիված օրնեց նրան։ Հեսայու մարգարեությունը 38 Չի մոռանաս, ուզում ես խոսել մեզ հետ, մեր հեռախոս համարը 095 63 38 35 Լավ, այստեղ գրված է այդ օրերին մեր դիմախ հիվանդացավ Էզեկիան։ Էզեկիան թագավոր էր Իսրայելում։ Շատ մեծ թագավոր էր, օրնված է թագավոր էր եւ մի անգամ գրված է, որ Ասիրիայի թագավորը եկավ նրա դեմ 180 զինվորների հետ, այո, 180,000 զինվորների հետ, շատ։ Եվ նա չի գիտեր ինչ անել։ Եվ նա ստացավ մի նամակ տշնամիներից ասելով. «Այ շաբաթ դուք մահանաս, քո ասիված չի կարող ոչ մի բան չի անել»։ Եվ Էզեկիան ստացավ այդ նամակ, նա բարձրացավ դեպի Տիրոջը տունը եւ ներկայացրեց ասում։ Ես արդեն կարոզել եմ այս մասին։ Եվ նա ախոտեց, նա ասաց տեսեք ինչ նա խոսում է քո մասին։ Եվ նա ախոտեց, ասիված ուղարկեց ադին մեկ հրաշտակ։ Եվ այս մեկ հրաշտակ զորություններ եւ սպանեց բոլոր զինվորները 180,000 զինվոր եւ Էզեկիան հաղթեց։ Եվ այս մարտը, այս նույն Էզեկիաս գրված է այդ օրերին մեր դիմախ հիվանդացավ Էզեկիան։ Ամոզի որդի Էսայի մարգարեն եկավ նրա մոտ եւ ասաց նրան. Եվ Էսայի մարգարե լսեց, որ Էզեկիան հիվանդացավ, նա գնաց նրա տունը, Էզեկիայի
պալատ։ Եվ ինչ Իսայա ասաց, այսպես ասում է Տերը, կարգավորիր քո տունը, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու, կարգավորիր քո տունը։ Այդ խոսքը շատ հետաքրքիր է, ժողովուրդը, կարգավորիր քո տունը, կարգավորիր, ամեն ինչ պետք է լավ պատրաստ լինի, կարգավորիր քո տունը, քո ամուսնությունը, քո ֆինանսների կյանքը, ամեն ինչ կարգավորիր։ Եթե դու գիտես ինչ որ բանը լավ չի, կարգավորիր, պատրաստվեք, որ լավ լինի։ Եթե ինչ որ բանը ձեր կյանքում սխալը, խնիր քո կյանքից։ Նախանձը, շատ մարդիկ նախանձում են, ժողովուրդը, սա սատանայից է, նախանձը սատանայից է, ով նախանձում է, կյանքը չի առաջ գնում, դու ուզում ես, թե ինչ քո հարևան ունի, քո ընկեր ունի, չէ, եթե ասված օրնեց նարամ, փառք Աստծուն, քո հարևան բարգավաճում է, փառք Աստծուն, քո ընկերը բարգավաճում է, փառք Հիսուսին, բայց նա ունի, ես չունեմ, չի մտածես այդպես, չի մտածես, չէ, ասված կորքինի ինձ էլի, ես կաշխատեմ, գործեմ, ասված ինձ հետ կլինի, գրված է կարգավորիր քո տունը, մեռնելու ես, չես ապրելու, եւ ոչ սատանա չի ասած, դևը չի ասած, գրված է այդպես ասում է Տերը, ասված ասած, դու մեռնելու ես, չես ապրելու։ Եվ ինչ Էզեքիան արեց, գրված է Էզեքիան իր երեսը դարձրեց դեպի պատը եւ աղոթեց Տիրոջ։ Նա դարձրեց դեպի պատը եւ աղոթեց Տիրոջը։ Մենք պետք է այսօր դարձնեմ դեպի պատը, չէ, դեպի Աստծո խոսքը։ Մենք պետք է դարձնենք դեպի Աստծո խոսքը եւ աղոթենք։ Աստծո խոսքի համաձայնը։ Հասկանում ես։ Նա այդ ժամանակներում նա դարձրեց դեպի պատը։ Այսօր մենք պետք է դարձնենք դեպի Աստծո խոսքը։ Եվ նա աղոթեց Տիրոջը, ասաց, աղաչում եմ Տեր հիշիր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ։ Եվ արեցի այն, ինչը խաչելի է քո աչքերին։ Նա մտածում էր, որ ամեն ինչ նա անում էր Աստծո խոսքի համաձայն, հավատարմությամբ, եւ մեկ էլի մտածում է, բայց ես խնդիր չունեմ, ամեն ինչ ես անում եմ ճիշտ է, իրոք։ Տեսեք, եթե ինչ որ բան կա քո սրտում, որ Աստծուց չէ։ Նա ասաց այստեղ հավատարմությամբ կատարյալ սրտով ընթացա քո առաջ եւ արեցիան ինչ հաճելի է քո աչքերին, բայց եթե մենք տեսնենք, սովորենք, այստեղ Աստծո խոսքի մեջ գրված է, որ նա թողեց հպրտությունը մտա իր սրտում, զգուշ եղեք հպրտությունից։ Այդ զգացությունը, որ մենք ավելի լավ եմ կամ ուրիշներին, չէ, սա ասուց չէ, մենք նույն եմ։ Մենք նույն ենք, ես տարբերը չեմ, բոլորը նույն են, մենք ամեն օր պետք է կենենք, մենք ամեն օր պետք է ուտել, ես ավելի լավ կամ թե քեզ, չէ, ես չեմ, մենք նույն ենք, բայց նա թողեց, որ այս հպրտությունը մտա իր սրտում, զգուշ եղեք հպրտությունից, գրված է այստեղ, որ չգրված է, բայց մենք հասկանում ենք, որովհետև գրված է Աստծո խոսքի մեջ, որ
նա թողեց հպրտությունը մտա։ Եվ Էզեկիեն եւ գրված է այստեղ, նա եզարեցի ինչ խաչելի է քո աչքերին եւ Էզեկիեն դառնապես լաց եղավ։ Եվ նա լացում էր այդ ժամանակ, սա նշանակում է, որ նա ապաշխարեց։ Եվ Հիսուս ասաց հավատա եւ ապաշխարեք, հավատացեք ավետարանին եւ ապաշխարեք։ Նա ապաշխարեց։ Ահոտենք այսօր քո ընտանիքի ապաշխարության համար, քո ապաշխարության համար, մենք էլի պետք է ապաշխարենք ամեն օր։ Այո, մենք պետք է։ Գրված է այստեղ, որ Էզեկիեն դառնապես լաց եղավ։ Եվ Տիրոջը խոսքը հասավ Էսայում ասելով. գնա եւ ասա Էզեկիային, թե այդպես ասում է Տերը քո հայրը Դավիթի Աստվածը, լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասունքը, այսինքն տեսա քո ապաշխարությունը, ահավասիկ քո օրերի վրա պիտի ավելացնեմ 15 տարի։ Ես պիտի ավելացնեմ 15 տարի։ Բայց հիշում ես, Աստված ասաց, ինչ կարգավորիր քո տունը մեռնելու ես։ Եվ հիմա Աստված էլ ասաց, կավելացնեմ 15 տարի։ Աստված փոխեց։ Ինչ նախոսեց։ Ինչու? Որովհետև зачем? Потому что он охотец. Он молился. Зверой. Սրտով։ Եվ գրված է այստեղ, ես քեզ եւ այս քաղաքը պիտի ազատեմ տշնամիների ձեռքից։ Աստված ոչ միայն ավելացրեց 15 տարի, բայց ելի ազատեց, պահպանեց նրան տշնամիների ձեռքից։ Ամեն ինչ Աստված անում է կատարյալ, լրիվ օգնում է մեզ։ Մեր ամբողջ կյանքը, ամեն Տերոնի քեզ։ Ռոստովյանին ադրոպերկու հասեյում Կիրակի օրը ժամը 11-ին, այստեղ Ռոստովյանին ադրոպերկու հրավիրում եմ քեզ եկեք հավատքով եւ անպայման Աստված քեզ կորքինի։ Ամեն այստեղ Ռոստովյան 9:2։ Մի աղոթք կանեմ հիմա, բայց այս աղոթքը մի քիչ տարբեր է։ Մենք աղոթենք ապաշխարության համար, քո ընտանիքի ապաշխարության համար, քո ապաշխարության համար եւ հետո մենք աղոթենք, որ Աստված ազատի մեզ։ Լավ, շնորհակալ եմ Հիսուս այս արայության համար, հիմա աղոթում եմ, մոտենում եմ քո ներկայությունը աղոթելու հիմա։ Հայր, խնդրում եմ քեզ, մենք ուզում ենք ապաշխարել եւ մենք ուզում ենք տեսնել մեր ընտանիքի ապաշխարությունը։ Հայր, թող մեր ընտանիքը ապաշխարի, մեր քույրը, մեր մայրը, մեր ընտանիքը, Հիսուս։ Երված է հավատացեք եւ ապաշխարեք։ Հիսուս աղոթում է մեր ընտանիքի ապաշխարության համար, որ նրանք վերադառնան քեզ։ Աղոթում եմ մեր ընտանիքի փրկության համար եւ Հիսուս, եթե ինչ որ բան է գալիս է մեզ դեմ, մենք հարամայում ենք դուրս։ Հիսուս, մենք աղոթում ենք մեր ընտանիքի համար եւ մենք ասում ենք ամեն չար մեր ընտանիքից հեռացիր դուրզար, ես ասում եմ այզանից, կնդում եմ այզանից եւ ասում եմ ձեր ընտանիքից հեռացիր ամեն չար դուրզարի չար ոգի հերուգանա
եւ մի վերադառնավ իմ Հիսուսը եւ վերահոտում եմ ձեզ համար եւ ասում եմ մարմինից ցավ անհանգստություն այս քաղցկեր այս դեպրեսիա դիաբետ շաքահար ամեն չար մարմինից կոնտանիկից ինքնասպանության մեջ կեր բացածական մեջ կեր ամեն չար ամուսնության մեջ ես ասում եմ հիմա հերացի սատանամ դուրս այս հիվանդություն այս սավ այս գլխացավ ձգից սավ ոտքերից սավ բոլվի колени բոլվի голи желудики во имя Иисуса больви спине я проклинаю это зло я запрещаю это зло и говорю отойди от вас отойди от вашей семьи դուրզարի ամեն չար եւ մի վերադառնա Հիսուսի զորավոր անունով ես օրհնում եմ քո ընտանիքին օրհնում եմ քեզ ուր որ դու լինես Տիրոջ օրհնությունը քո վրա միշտ լինի Հիսուսի զորավոր անունով ասեք հիմա Հիսուս շնորհակալ եմ ի հայրեզ ախոտում եմ բոլորի համար ովքեր լսում եմ հիմա на Instagram Facebook TikTok YouTube ուր որ նրանք լսեն լինեմ հիմա Հիսուս ես ասում եմ նրանք օրհնված են քո ընտանիք օրհնված է քո ամուսին քո ընտանիքին երեխաներին եղեք օրհնված հիմա Հիսուսի զորավոր անունով ամեն Փառք Հիսուսին Ալելույա ամեն այո հիմա վերկաց Հիսուս կոզորություն ամեն 95 63 38 35 ամեն կարգավոր իր կոտունը բայց ես մեռնելու եմ չէ ես հավատում եմ դու կապրես բայց կարգավոր իր կոտունը պատրաստվեք որ ստանաս լավագույնը Տիրոջից եղավ իրված եթե հաջար լինես եւ լսես դու կոտես լավագույնը աշխարից ամեն եւ նա ունի լավագույնը Հիսայա 1:19 այո ես շատ եմ սիրում այդ խոսքը Հիսայա 1:19 Եթե դու հաջար լինես ու լսես կջաշակեք երկրի բարիկը երկրի պորտուգալերեն թարգմանություն գրված է երկրի լավագույնը ամեն նորից եթե դու հաջար լինես ու լսես կջաշակեք երկրի լավագույնը երկրի բարիկը ամեն Տերոնի քեզ չմոռանաս 95 63 38 35 Մեր ադրես այստեղ դու տեսնում ես Ռոստովյան 9/2 Լավ Կիրակի օրը 11-ին Ժողովուրդը մենք ավարտենք հիմա ասիվատ շատորնի քեզ ասիվատ ունի քո ընտանիքին ցանկանում ես օգնել եւ օրհնել այս հարայությունը տեսեք հիմա այս վիդեո մինչև վերջին ինչպես կարող ես օրհնել այս հարայությունը որ շարունակվի Հայաստանում քո օգնությունով մենք կարող ենք առաջ գնալ մենք կարող ենք անել Տիրոջը գործեր եւ Փառք Հիսուսի մասիված օրնումը ամեն Տերոնի քեզ Տերոնի քո ընտանիքին լավ որ ձեզ չմոռանաս Հիսուս Քրիստոսը քեզ սիրում Պակա Եթե այս գործը հպվել է քո սրտին եւ եթե դու զգում ես ցանկություն աջակցելու այս ծառայությանը, իմացիր, որ քո ընձային միջոցով մենք կարող ենք ավետարանը տարածել ամբողջ Հայաստանում եւ օրհնել շատ ընտանիքներ։ Աստծո խոսքը 2 Կորինթացիներ 9:7 խոսքում այսպես է մեզ սովորեցնում. Ամեն մեկը թող տա ինչպես որ իր սիրտն է ուզում, ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, քանի որ Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Յուրաքանչյուր ներդրում հավատքի քայլ է, կատարված ուրախությամբ, ազատությամբ եւ սիրով։ Եթե ցանկանում ես լինել այս գործի մի մասը, կարող ես քո նվիրատվությունը կատարել հիմա, ուղարկելով այն եկեղեցու քարտի համարին 4578 9100 0038 2758 Եթե ապրում ես Հայաստանի տարածքից դուրս եւ նույնպես ցանկանում ես աջակցել, կապ հաստատիր մեզ հետ այս համարով 374 95 633 835 Մենք աղոթում ենք, որ Աստված բազմապատի կվերադարձնի քո առատաձեռնությանը եւ օրհնություններով լցնի քո կյանքը։ Հիսուսի անունով ամեն